պարզ վարժություններ կան, որ տարեցները, որ լսում են մեզ, ավաքսենդի մեր ներկայացուցիչները, մեր հայրենակիցները կարող են տանը տնային պայմաններում ամենահեշտ ճարվող ապրանքներով եւ նյութերով, պիտույքներով իրականացնել։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ այո, տան պայմաններում մի քանի օգտակար վարժություն հուշենք հիմա մեր հեռուստադիտողներին եւ ունկնդիրներին, հատկապես հեռուստադիտողներին։ Վերցրեք մեկ հատ A4 կլինի տետրի թուղթ, կիսեք, գծեր անցկացրեք եւ 0-ից մինչեւ 5 թվեր է պետք գրել։ Ինչի 0-ից 5, որովհետեւ ձեռքերով են կատարելու այս վարժությունը եւ միաժամանակ տեսեք երկու թվեր են գրում, չէ՞, 5 0 1 4։ Այդ բոլոր թվերը միաժամանակ պետքա ձեռքերի վրա ցույց տանք։ Այսինքն, տեսեք, օրինակ, չէ, 5 0-ը ոչ թե հերթով ենք ցույց տալիս, թե սկզբի համար կարելի է հերթով ցույց տալ, որպեսզի ստացվի։ Իսկ հետո երբ որ լավ է սկսում ստացվել, արդեն միաժամանակ ցույց ենք տալիս։ Ունեշի որ միանգամից լավ է ստացվում, չէ, բոլորի մոտ էլ սկզբում դժվար է ստացվում։ Այսինքն ես ինքս չեմ կարողանա զինվել, եկեք փորձենք կատարել։ Փորձենք։ Ես մեր ակումբների ասեմ որ դժվար է, ասեմ որ այո, կենտրոնացում է պահանջում։ Չափազանց, հետաքրքիր վարժությունը, դժվարությամբ ստացվեց։ Բայց պետք է մարզվել եւ ասեք որ հաճելի է, ինքը բարդ է, բայց ամեն դեպքում կենտրոնացում է պահանջում եւ հետաքրքիր էր։ Եկեք մեկ վարժություն եւս սովորացնեմ, որը տան պայմաններում մարզվեք շատ օգտակար է աջ եւ ձախ կիսագնդերի զուգահեռ զարգացման համար։ Ուրեմն նեյրոբիկա է կոչվում, նեյրոբիկան վարժանք է գլխուղեղի համար։ Ձեր հետևորդները վաղուց գիտեն նեյրոբիկան ինչ է, ով որ նոր է դիտում, անպայման շատ կարևոր վարժություն է աջ ու ձախ կիսագնդերը մարզող։ Ուրեմն տեսեք, մեկ ձեռով 0 ենք ցույց տալիս, մյուս ձեռքով 1 ենք ցույց տալիս։ Հետո մյուս ձեռով 1, մյուս ձեռով 2, 2, 3, 3, 4, 4, 5։ Այսպես մարզվում ենք, երբ որ սկսվում է լավ ստացվել, արդեն ոչ թե հերթով ենք ցույց տալիս, այլ միաժամանակ ենք ցույց տալիս։ Ուրեմն 0 1 1 2 2 3 3 4 4 5 մեր ակումբի մասնակիցները հաճախ տրտնջում են, վայ, մեզ մոտ չի ստացվում։ Շատ դժվար է։ Բայց մենք սովորել ենք հետևյալը, ոչ թե չեմ կարող, այլ ինչպես կարող եմ։ Իսկ ինչպես կարող եմ օրական 3 րոպե հատկացնել այս մարզանքներին։ Մեկ էլ կտեսնես, որ մի քանի օր հետո հոյակապ ստացվում է, իսկ արդյունքում զարգանում է գլխուղեղը։ Տեսակետ կա, որ գույները, երաժշտությունը, ընդհանրապես արտ թերապիան նաև օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար, նաև հիշողությունը մարզելու, նոր նեյրոնային կապերի ձևավորման առումով։ Իսկ այս մասով կա ինչ-որ էլի տնային պայմաններում հեշտ իրականացվող Այո, ուրեմն տեսեք, վարժություն կարող եք մեր սիրելի հեռուստադիտողները կարող են վերցնել ցանկացած սև ու սպիտակ թուղթ, որը կարելի է գունավորել։ Գունավորման ալբոմ կարելի է վերցնել, կարելի է մանդալաներ տպել, համացանցից ունենալ ցանկացած մի բան, որը կարելի է երկու ձեռքերով գունավորել եւ սկսել համաչափ, այսինքն սկզբում համաչափ չի ստացվում, բայց երբ որ երկու ձեռքերով աշխատանք է տարվում, դա եւս շատ նպաստավոր է գլխուղեղի աջ եւ ձախ կիսագնդերի համար, այնպես որ տան պայմաններում շատ լավ մեթոդ է ներկիր ինքդ գրքերը առնել եւ երկու ձեռքերով ներկել, զուգահեռ միացնել դասական երաժշտություն, որը որ ել ավելի հաճելի եւ օգտակար է գլխուղեղի զարգացման համար։ Տան պայմաններում, եթե կուզենա, հետաքրքրական այն է, որ երեխաների միջև դպրոց գնալը, այսինքն բոլորս այդ ճանապարհը անցել ենք, սկսել ենք ներկիր ինքդից եւ կարեւոր խնդիր էր, որ պարտադիր գծերից դուրս չգալ, կարծում եմ այս դեպքում էլ, տարեցների դեպքում էլ պիտի որ գծերի մեջ մնալ։ Խրախուսում ենք գծերից դուրս գալը, անկեղծ ասած, մենք ավելի կարևորում ենք, որ երկու ձեռքերը աշխատեն, որովհետեւ շատ հաճախ մարդ իր աշխատող ձեռքով է ներկում, այն մյուսը ուղակի պահում է մատիտը, բայց եթե կարելի է մոտիկ տարածքներ ընտրել, որ անպայման երկու ձեռքերը աշխատեն, այլապես անիմաց զբաղմունք է դառնում, ուղղակի հոբի է դառնում։ Ցանկալի է պարտադիր է երկու ձեռքերը զուգահեռ աշխատեն։ Նաև մեկ այլ վարժություն եւս տան պայմաններում հուշեմ, կրկին թուղթը վերցնում եք, բաժանում եք, միաժամանակ երկու ձեռքերով բառեր եք գրում։ Երբ որ լավ ստացվի երկու ձեռքերով գրելը, արդեն ավելի կարելի է բարդացնել վարժությունը եւ նույն բառը գրել հայելային, այսինքն այստեղ սովորական, այստեղ հայելային,
աստիճանաբար պետք է գալ այդ վիճակի, որ չի հաստատվել ասել, վայ մոտ չի ստացվում, ավելավա գնամ հեռախոսի մեջ տեսնեմ Facebook-ում ինչ լուրեր են տարածում, չէ, ժամանակը պետք է հատկացնել ու կարևորեն մտայնությամբ բոլորի մոտ ստացվում է, իմ մոտ էլ կստացվի։ Պոզիտիվ մտածողությամբ, ինչպես ասացիք, իսկ կարող ենք արդեն ասել, որ սկսնակները, երբ որ այս վարությունները կանեն ու որոշակի հաջողության կհասնեն, իրենց կենցաղում ամենօրյա կյանքում ինչ բարելավում կտեսնեն։ Այսինքն սա ինքնանպատակ չէ, որ մենք սա անում ենք, անելու ենք, որպեսզի ունենանք ինչ արդյունք, ավակ սենդի ներկայացուցիչ ինչ կտեսնի իր կյանքում։ Շատ կարևոր հարց տվեցիք, այո, ինքնանպատակ չէ, մարդ արդեն տեսնում է, որ կյանքում ավելի արագ է սկսում կողմնորոշվել։ Այսինքն առաջ անելանելի թվացող իրավիճակներից մեկ էլ հետաքրքիր լուծում է գտնում ու ուրախանում է, ընդ որում, երբ որ այդպիսի փոփոխություն լինում է, շատ կարևոր է դա նկատել եւ ինքն իր մեջ որ բարձրաձայնի, ինքն իրեն առաջ ինձ թվում էր սա անլուծելի է, բայց արի ուտես ես գտա այս հարցի լուծումը։ Առաջ ես սա չէի կարողանում նոր բան սովորեի, հիմա արի ուտես ես նոր բան կարողանում եմ սովորել։ Առաջ ինձ դժվար էր այսինչ բանը ու անենց հետաքրքիր փոփոխություններ են լինում։ Այդ փոփոխությունները միանգամից չեն լինում, աստիճանաբար են լինում։ Ուղղակի մարդ պետք է սովորի նկատել եւ ինքն իրեն գովել, որ նկատեցի, առաջ ես սա չէի կարողանում, հիմա կարողանում եմ։ Իրոք հրաշքներ են տեղի ունենում։ Որպես կանոն իրենք նկատում են, չէ՞, հնար է, որ եթե մի բանը դժվարությամբ են անում, մարդը միանգամից կգատե, հատուկ նրբանկատ պիտի լինի, որ ֆիքսի, որ այս գործողությունը նախկինում դժվարությամբ էր անում, իսկ հիմա ստացվեց։ Միանգամից չի ստացվում, դրա համար փոքր փոփոխությունը նկատելուց պետք է ինքն իր մեջ բարձրաձայնի, հետո աստիճանաբար, երբ որ արդեն մեծ փոփոխությունը արդեն բոլորը կնկատեն, կբարձրաձայնեն, բայց այն փոքր քայլերը մարդ ինքն իր համար պետք է նկատի, ինքն իր համար բարձրաձայնի։ Եվ մեկ էլ գաղտնիք չի, որ ավակ սերնդի մեր ներկայացուցիչները շատ հաճախ հեռախոսային խաղեր են խաղում, անընդհատ կարող են ասենք գունավորել համապատասխան կլորիկները կամ պղպջակները, տարաբնույթ։ Արդյոք այս խաղերը նույն խնդիրը լուծում են, օգտակար են, թե ոչ, թե գուցե հենց վնասակար են։ Այն որ տեսողությանը օգուտ չէ հաստատ, այն որ դիրքը մարմնի թեկուս օգտակար չէ, դա միանշանակ, բայց նույն խնդիրը լուծել ուղեղի մարզման առումով խթանման։ Գիտեք, եթե նույն բանը անընդհատ անես ու ինքը իր մեջ զարգացնող որևէ բան չի կրում, ինքը հաստատ վնաս է գլխի ուղեղի համար, այսինքն եթե սիրում են հեռախոսային խաղեր, գոնե որոշակի ժամանակ հատկացեն, ոչ թե երկար, քիչ, բայց նաև հեռախոսով շատ զարգացող խաղեր կան, օրինակ շուլտեի աղյուսակը, որը որ ցանկացած սմարթֆոնում կարելի է բեռնել եւ ուշադրություն հիշողություն զարգացնել, շատ օգտակար է շուլտեի աղյուսակը, մեր համար էլ է շատ օգտակար, բոլորի համար, ինքը արագ թվեր է փոխում, տառեր է փոխում, պետք է գտնել, արագ սեղմել, այսինքն ինքը ուշադրությունն է զարգացում, կենտրոնացում է զարգացում, այնց որ խորհուրդ եմ տալիս բեռնել դա եւ այն կլորակների փոխարեն դրանով զբաղվել, ժամեր շարունակ կարելի է զբաղվել այդ խաղով եւ զարգացնել ուշադրությունը։ Հենց համար է որ անգիր հիշեցիք, մտքովս մի բան անցավ, տարիներ առաջ, տասնամյակներ առաջ մենք կամ ունեինք հեռախոսային գրքեր եւ նաեւ հեռախոսահամարները անգիր իմանալու սովորությունն ունեինք, հիմա միայն երևի ընտանիքի անդամների հեռախոսահամարներն ենք հիշում։ Այս առումով թեկուզելի մի պարզ բան, գիտեմ որ շատ տատիկներ, պապիկներ հատուկ չեն նշում կամ ձևը չգիտեն հեռախոսում նշելու եւ իրենց համար կարեւոր առնվազն 10 մարդու հեռախոսահամար գիտեն անգիր, սա էլ մի հնարք չէ, հիշողությունը թարմ վառ պահելու։ Ու շատ կարևոր է, որ հեռախոսի համարներ հիշում են, որովհետև սմարթֆոնները ինչքան մեզ օգուտ են տալիս, այդքան էլ վնաս են տալիս, որովհետև մեր փոխարեն ամեն ինչ հիշում են։ Իսկ պահի տակ, երբ որ սմարթֆոնից օգտվել չես կարող, դու արդեն մնում ես անզեն վիճակում։ Դրա համար հնարավորինս մենք առօրյայում պետք է սովորենք մարզել մեր հիշողությունը անգամ ամենապարզ գործողություններում, գումարում, հանում, բառերը հակառակ կարդալ, ոչ թե կարդալ, այլ մտքով արտաբերել, գումարում, հանումն էլ բանավոր հաշվարկներ։ Օրինակ տեսեք, հա, չգիտեմ, պահարան, նարահապ, միկրոֆոն, նոֆորկի, կարելի է սկսել պարզ միավանք երկվանք բառերից ու հետո աստիճանաբար բարդացնել, բայց հակառակ դա էլ է գլխուղեղի համար շատ օգտակար լավ խաղ, մենք փոքր ժամանակ խաղացել ենք, իսկ փաստորեն պարզվում է, որ շատ լավ մարզանք է գլխուղեղի համար։
Հրաշալի էր եւ զրույցն էր հետաքրքիր եւ մտածելու տեղ տվեց եւ նաեւ հնարավորությունների դաշտ բացեց, որ մարդիկ մեզ որ լսում են կարող են փորձել կիրառել ձեր ասած փոքր քայլերով, պոզիտիվ մտածողությամբ, լավի վրա կենտրոնանալով մարզել հիշողությունը եւ կյանքի որակը ի վերջո բարելավել։ Շնորհակալ մտաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։